Լեգենդ այն մասին, թե ինչպես բարությունն ու կարոտը կարող են դառնալ ամենածանր անեծքը։ Խոսքը երիտասարդ ձկնորս Ուրաշիմա Տարոյի եւ նրա կորուսյալ ժամանակի մասին է։ Մի օր ծովափին զբոսնելիս Ուրաշիման տեսնում է մի խումբ երեխաների, որոնք տանջում էին մի փոքրիկ կրիայի։ Նա փրկում է անմեղ էակին եւ բաց թողնում ծով։ Ի պատասխան նրա բարության, հաջորդ օրը մի հսկայական կրիա հայտնվում է եւ հրավիրում նրան տեսնելու օվկիանոսի հատակին գտնվող Միշտադալար պալատը։ Ուրաշիման ընդունում է հրավերը եւ հայտնվում մի կախարդական շլացուցիչ աշխարհում, որտեղ հանդիպում է գեղեցկուհի արքայադուստր Օտոհիմեին։ Նա անցկացնում է այնտեղ 3 երջանիկ օր, մոռանալով ամեն ինչի մասին։ Բայց կարոտը դեպի տուն, դեպի ծնողները դառնում է անտանելի։ Բաժանվելիս արքայադուստրը նրան նվիրում է մի առեղծվածային, զարդարված տուփ եւ խստորեն պատվիրում. երբեք չբացես այն, եթե ուզում ես վերադառնալ ինձ մոտ։ Վերադառնալով իր գյուղ, Ուրաշիման զգում է, թե ինչպես է իր արյունը սառչում։ Ամեն ինչ փոխվել էր։ Ոչ մի հարազատ դեմք, ոչ մի ծանոթ տուն։ Նա հասկանում է, որ Միշտադալար պալատում անցկացրած 3 օրը երկրի վրա դարձել էին 300 տարի։ Հուսահատությունից ու մենակությունից դրդված նա մոռանում է պատվիրանը եւ բացում տուփը։ Այնտեղից դուրս է թռչում մի սպիտակ մոգական ծուխ, որը ակնթարթորեն ծածկում է նրան։ Ծուխը ցրվելուն պես երիտասարդ Ուրաշիման վերածվում է մի շատ ծեր, սպիտակահեր ու տկար մարդու։ Տուփը թաքցնում է նրա կորուսյալ ժամանակը, նրա երիտասարդությունը։ Սա ապացույցն է այն բանի, որ անգամ դրախտային երջանկությունը չի կարող հաղթել ժամանակի դաժան ընթացքին։